պետությունը իր կրթության հետ կապված իր քաղաքականությունը ինքը վար այդ քաղաքականությունը այլապես կարելի է փոշիացնել կրթությունը ընդհանրապես այդ առումով բայց համագործակցել եմ շահագրգիռ կողմերի հետ եւ դարձնել իրենց մասնակից իսկ առաջին շահագրգիռ կողմը այս առումով դա գործարարներն են որովհետեւ այդ product-ը որ նրանք ստանում են այդ ապրանքը գիտելիքը դա ապրանք է եւ մենք ուզում ենք ստանալ դա որակյալ եւ այդ ապրանքը պետք է համապատասխանի մեր գործարարների պահանջներին Բարի, բայց տեսեք, չեք կարծում, որ ստեղ մի կողմեր կա։ Պետությունը ասում է բիզնես, այդ էս մենք քոլեջ ենք պատրաստում, որտեղ քո համար կադրեր են պատրաստվում, արի ինչ որ մասնակցություն ունեցի։ Բիզնեսը ասում այո, ես զարգանում եմ, ինձ համար պետք են ինչ որ կադրեր, ասենք աշխատատեղ, որտեղ ինչպես նշեցիք 6 լեզու իմանալ պետք չէ, այլ պետքա շատ կոնկրետ 1 լեզու եւ 30 90 պետք չի, հա։ Բայց Չեք կարծում, որ խնդիր կնա ծնողների մեջ, ընտանիքի մեջ, որովհետև մեզ մոտ երեխան երբևէ ծնողը չի ասի երեխային, որ գիտես ինչ կա տղա ջան, 8-ը ավարտում ես, այ քեզանից լավ խառատ դուրս կգա։ Բեր տանենք, դու կլինես լավ խառատագործ, կամ դու կլինես լավ ոսկերիչ, դու մի գնա բուհ, մի ձգտի բուհ։ Հասկանու՞մ եք, մեզ մոտ մի տեսակ ծնողը կնախընտրի երեխան չաշխատի, կամ բուհ, կամ ազատություն կամ բուհ կամ ոչ միտեղ։ Եվ եթե ծնողը ստեղ ընտանիքը չհամագործակցի, չլինի երրորդ կողմը, պահանջատերը, որ այ գնա, սովորի, մենք չենք կարող զարգացնել, ոչ բիզնեսը կարող ծնողից իր երեխային վերցնել, ոչ պետությունը։ Այդ մոդան ինչպես փոխել։ Ես ասեմ, այստեղ եւ ոչ միայն ծնողների ստեղ խնդիրն է, այստեղ նաեւ եւ հենց դպրոցների խնդիրն է։ Դպրոցների եւ ընտանիքի։ Սկսած մասնագիտական կողմնորոշումը պետք է գա դպրոցից, հենց դպրոցից գա, որտեղ եւ ուղղորդեն, ելնելով կարողություններից երեխայի եւ նախասիրություններից։ Նայեք, ես հիշում եմ դպրոցում կար աշխատանքի ուսուցում առարկա։ Ժամանակին կար։ Որը որքան հասկանում եմ, պետք է 5 լինել միջին մասնագիտական կրթության համար։ Բայց ցույց տվեք ասել, որ դա ձևական, բավական ձևական Մենք իշում ֆաներայի վրա բանով ինչ-որ բաներ էինք անում։ Կտրտում էինք, այո, շատ թույլ ներկայացված էր դա այն ժամանակ, բայց մուրաբային սարքում։ Բայց Խորհրդային միության այդ շրջանը անցել է եւ այն ժամանակ պետությունն էր գործատուն եւ ինքն էր թելադրում, թե կադրը ինչ ձևի պետք է լինի մասնագետը եւ իրան ուղղորդում էր եւ տեղեցույց տալիս թե որտեղ դու պիտի աշխատես ավարտելուց հետո։ Այսինքն այդ կողմից խնդիրը լուծվում էր։ Իսկ այսօր պետությունն էլ չի կարող թելադրել, որովհետեւ գործարարը ինքն է ընտրում իր կադրը եւ ինքն է ասում ինձ ինչ մասնագետապետ եւ ինչ որակի մասնագետապետ։ Այս առումով ուրեմն կա այսպես մասնագիտական կողմնորոշման կենտրոն, նրանք շատ հետաքրքիր գործունեություն են վարում եւ դա պետական կառույց է, պետական ոչ առևտրային, դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքո է գտնվում այդ կառույցը, որը արդեն իսկ 2 տարի է սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել եւ բավականին լավ սկսել է այդ գործընթացը սկսել է, բայց դա դեռ քիչ է, որովհետեւ ռեսուրսն էլ է քիչ, պետք է հենց դպրոցից երեխային ուղղորդել եւ փոխել ծնողների մտածելակերպը, որովհետեւ այսօր ամենաառաջինը ծնողն է ազդում երեխայի որոշման վրա։ Բարի, պարոն Գրիգորյան, տեսեք, պարոն Հովհաննիսյան, մեր խնդիրը այն է, որ մենք տալիս ենք մասնագետներ չհաշվարկելով դրանք մեզ 5 տարի հետո պետք են, թե չէ։ Օրինակ, ես վերցնեմ, ես արևելագիտականն եմ ավարտել, թուրքերեն լեզու, հա։ Մենք տարին ասենք տալիս ենք 50 թուրքագետ։ Դա հələ պետական բուհում։ Մի 50 էլ տալիս են, ասենք, մասնավոր բուհերը, տարեկան պակասում ենք 100 թուրքագետ։ Ինչ են անել նրանք։ Բնականաբար ոչ մի բան։ Կամ տարին տալիս ենք աստված գիտի 10000 իրավաբան երևի, հա։ Հիմա սխալ հաշվարկը բերում է ռեսուրսների առանց փոքր ուղղակի վատման, հա, այդ երեխաները դժբախտ են, մեծանում են անպիտք մասնագիտությամբ ի սկզբանե։ Այս ոլորտում մենք ունենք որևէ հաշվարկ, որևէ վերլուծություն, այ մեզ քանի ինչ մասնագիտությունները պետք լինեն առաջնահերթ, ինչ պատվեր կա, ասեն գիտականներ ունեն ինչ-որ մի բան, թե ոչ։ Գիտեք, կա արվում է, բայց դա այսօր 100%-անոց չի, ես կարելի ասեի երևի 40%-անոց է։ Մենք մոտավոր պատկեր ենք։ Այսինքն 50%-ը մենք չգիտենք ինչ ենք ուզում, որ իրականում մոտավորապես ես նորից եմ ասում, ելնելով մեր հետազոտություններից, մենք կարող ենք ասել ինչա պետք, բայց հստակ կոնկրետ թվականակով այսօր այդ կարգի հետազոտությունները եւ բավականին թանկ հաճույք են եւ շատ բարդ է մեր շուկայում, այսինքն գործարարն էլ այսօր չունի այդ մեխանիզմները,
հստակ, որպեսզի կանխատեսի, թե 5 տարի հետո իրան ինչ մասնագետներ են պետք լինել եւ ինչ քանակում, ոչ բոլորը։ Բայց եթե վերցնենք այսօր Հայաստանում կա մոտավորապես 130,000 տնտեսվարող սուբյեկտ, որից 98%-ը դա փոքր եւ միջին բիզնեսն է, որից 80-ը փոքրն է։ Այսինքն փոքր բիզնեսի համար իսկապես շատ դժվար է կատարել այսպեսի։ Մենք ենք անում նմանատիպ ինչ-որ հետազոտություններ մեր ներքին անդամների մեջ եւ գործատների միություններ։ Ես բարձրացնում եմ, խանութի վաճառող լինելը դա մասնագիտություն է, ճիշտ է։ Իհարկե, ընդ որում շատ կարեւոր։ Շատ կարեւոր եւ Հայաստանում այդ սպասարկման ոլորտը զարգացած է եւ քիչ թե շատ է ոլորտների մեջ եւ մենք գիտենք, որ այդտեղ կա խնդրեմ։ Այս հարցում գոնե ակնհայտ է, որ առանձնապես մեծ ուսումնասիրության պետք չի։ Մենք քոլեջային համակարգը այդտեղ ինչ-որ բան անում է, թե ոչ։ Այդ խնդրեմը իհարկե բացառիկ է, չպետք է մոռանալ իհարկե շուկայի ազդեցությունը այսօրվա կադրերի պատրաստման գործում, այդ թվում նաև պետական այդ պլանավորման մասը, բայց հստակ է ամբողջ աշխարհը գիտի, որ դպրոց ավարտածների վերջին հաշվով 12%-ն բարձրագույն կրթություն ստանում։ Մնացածը պետք է գնան միջին մասնագիտական, արհեստագործական եւ ուղղակի զուտ բանվորական կադրեր դառնան, այն ամենասեւագործ բանվորը ոչ մասնագիտություն չի պահանջում։ Այդ ամեն ինչը հասկանալի է։ Օրինակ ես ճիշտ ասած ձեր հարցը ուզում եմ մի փոքր փոխեմ, վերջերս տեղ ունեցավ ավագ դպրոցի այդպես առաջացման process-ը, այդ ռեֆորմի process-ը։ Սա բան կփոխի։ Այո, ուրեմն այս տարի բոլորը կարող են ասել, որ բավական լուրջ խոսք է եղել հատկապես արհեստագործական եւ միջին մասնագիտական կապը ցույց կտա։ Թեև ինչու, որովհետեւ ծնողը արդեն հիմա սկսում է մտածել իսկ 3 տարի հետո, որ ինքը դպրոցը ավարտի, երեխան դպրոցը ավարտի, չգիտեմ, այնտեղ բանակի հարց կառաջանա, չի առաջանա այդ մի կողմ, երկրորդը, իսկ ինքը այդ 3 տարվա ընթացքում արդյոք կպահպանի բու ընդունելու իր կարողությունը, ունակությունը եւ այլն։ Ավելի լավ է գիտեք ինչ դա։ Մենք եկեք երեխուն տանք միջին մասնագիտական կրթության, որ վերջին հաշվով ինքը նաեւ ավագ դպրոց է։ Հենց այդ քոլեջները այսօրվա եւ ուսումնարանները դառնում են դպրոցներ։ Դրանք ավագ դպրոցներ են, ըստ էության ավագ դպրոցներ են։ Հիմա պլյուս այն առավելությունը կա այստեղ, հատկապես որոշակի, ասենք, իմացության պոչտված երեխեքի համար, որտեղ իրանք մասնագիտություն արհեստ են ձեռք բերում։ Ծնողը սկսել է արդեն հաշվարկել, որովհետև այսօր երբ որ նայում ես այսօրվա շուկան 50-50, այսինքն 50%-ը բուհ ավարտած է, 50%-ն էլ մնացած ամեն ինչ է։ Այդպես եթե գնա, իսկապես դառնալու մասնագիտական դեգրադացում է գնալու։ Անհասկանալի է ինչի համար եւ ինչ են արտադրում։ Այդ իմաստով ես համաձայն եմ, որ բոլոր ոչ պետական ուսումնական հաստատությունները անքանակ արտադրեին, ասենք, մանկավարժական կադրեր, գոնե կիմանայինք այս աղջիկը վաղը մի զոր երեխային բերել իրանց երեխեքին կդաստիարակեն։ Այսինքն էլի խնդիրը այդ կարգով կլուծվեր։ Բայց այսօրվա դրությամբ պատրաստել, ասենք, ինժեներ, մեխանիկներ եւ այլն, այս քանակներով եւ այլն իմանալով հանդերձ։ Մենք ինչքան լեզվաբաններ ունենք, Ես կներեք, ես լեզվին օրիզով եմ նայում, իմ կարծիքով դա մասնագիտությունը դա պահանջ է։ Ես ուղղակի այդպես եմ նայում, իմ անձնական կարծիքն եմ ասում։ Լեզուն, կոմպյուտերը դրանք մասնագիտությանը այդպես պահանջված են ցանկացած մասնագիտության համար։ Ես որքան գիտեմ, ստեղ նաև համագործակցություն կա Եվրամիության հետ, որոշակի ծրագիր են կանում։ Ինչ փուլում է այդ համագործակցությունը։ Եվրամիությունը աջակցություն է մեր կողմից բավականին մեծ տվել եւ նա օգնել է մեզ հենց սոցիալական գործընկերության կայացման գործում, մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, նաեւ եւ օգնել է մեր միջին եւ նախնական մասնագիտական ուրեմն հաստատություններին, որպես իրանք բարելավեն իրանց թե վիճակը, ասենք դպրոցների վիճակը, որովհետեւ Յետխորթային տարածքում ոչ մի վերանորոգումներ չէր կայացել եւ առաջինը, որը որ չէր թողում որպեսի ծնողի երեխուն տա, դա հենց պայմաններն են ուսումնական հաստատության, որը որ լուրջ ինչ-որ մոտեցում չէր տալի։ Այդ առումով բավականին օգնություն է գնացել եւ ընտրվել են 12 պետական քոլեջ, ովքեր որ ստացել են աջակցություն եւ տանիքներ եւ այնտեղ պատվարաններ են, ջերուսման խնդիր են լուծել, որպեսզի երեխեքը չմրսեն, այսինքն կլոր տարի ապահովել են հիմնական երկրորդ փուլով նաեւ եւ մասնագետների պատրաստման առումով դա լինելու, կան նաեւ եւ շատ ուրիշ միջազգային կազմակերպություններ, որոնք այդ ոլորտում լուրջ աջակցություն են տալի, օրինակ բրիտանական խորհուրդը, էլի աջակցումը եւ մասնագետների առումով եւ գերմանական ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունների այստեղ ներկայացուցիչներ DVV International իրանք, այսինքն արվում է, բայց ամբողջ հիմնական
այդ բեռը դա Եվրամիության այդ աջակցություններ, որի միջոցով հենց սոցիալական գործընկերությունը կայացավ եւ գործարանները արդեն իսկ եւ հայեցակարգ կա, որը որ սպասում ենք որ կարժանանա հավանությանը կառավարության կողմից հավանությանը եւ գործարանները արդեն պաշտոնե ընդգրկված կլինեն ամբողջ այդ գործընթացներում։ Շնորհիվ արդեն այսօր գործարաններն են մասնակցում մասնագիտական չափորոշիչների մշակման գործում եւ իրանք ասում են եւ կոլեջների կառավարման խորհրդում նույն ձևի ներկայացված են եւ նաեւ իրանք մոտ վերցնում են պրակտիկայի այդ երեխեքին, այսինքն տեսեք գերմանական շատ հետաքրքիր մոդել կա ուսուցման, երբ երեխան 2 օր սովորում է, օրինակ 4 օր անցկացնում է հենց կազմակերպությունում, այսինքն դուալ համակարգն է, որը տալիս է հնարավորություն պատրաստել շատ լավ մասնագետ եւ ի վերջո լավ երեխեքին հենց գործարարը պահում է հենց իր մոտ։ Այս առումով համագործակցությունը կոլեջների հետ շատ կարևոր էր, որովհետև հենց տեղում եւ գործարաններ եւ քննության, ավարտական քննություններն են մասնակցում եւ մուտքը իրանց ազատ է, տեղում կարող են կան տեսնել ինչ լավ մասնագետներ կան եւ վերցնել, բայց մեկը շատ լուրջ խնդիր է մնում, դա հենց ծնողների խնդիրը, որ իրանց երեխեքին ուղղորդեն է։ Տեսեք, այսօր հոսքը ավելացել է աշխատաշուկայում կան մասնագետներ, որոնք եթե դուք ուզենաք օրինակի համար ունենալ լավ երակցող, ձեզ պետք լինի, դուք չեք կարող գտնել, կամ օրինակ լավ կաֆել մետրախանող, դուք կարող եք չգտնեք եւ իրանք ամիսը 500-ից մինչեւ $1000 չափ գումար են աշխատում, բայց եւ չկա, այդ մասնագետները չկան։ Այսօր ամբողջ մեր ուղղվածությունը դրված նրան, որպեսզի պատրաստենք եւ տանք աշխատաշուկային հենց այն կադրերը, որոնք որ անհրաժեշտ են այսօր եւ պետք են։ Եվ նաեւ այնպիսի հմտություններ տանք մեր շրջանավարտներին, մասնավորապես նախնական եւ միջին մասնագիտական, որպեսզի իրանք կարողանան նաեւ ինքնազբաղվածություն ապահովեն, որը շատ կարեւոր խնդիր է այսօր։ Ոչ թե մենակ դառնան պոտենցիալ աշխատանք փնտրող կամ աշխատանք ուզող, այլ նաեւ եւ իրանք կարողանան ինքնուրույն ինքնազբաղվածություն ապահովել եւ այդ առումով կդրայվի եւ բիզնեսը որպեսզի ամփոփենք մեր զրույցը, որ խնդրի լուծման մոտ ենք մենք հիմա կանգնած։ Այսքան որ փուլում ենք կանգնան, կարծում եմ այդպես օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներ չունենք, կարծում եմ որ գործատուների հետ կապված էլի քիչ խնդիր ունենք, դա որոշակի այդպես ասեմ բիզնես միջավայրը կամ քոլեջի մենեջմենտը, օրինակ մենք պրակտիկաների խնդրում ոչ մի խնդիր չունենք, ասենք եթե երեխաները պետք է գնան ինչ-որ հիմնարկ աշխատեն, եւ մենք տեսնում ենք թե երեխաները ինչպես են բռնվում այդ հիմնարկներում, այսինքն երբ որ գործատուն տեսնում է որ շատ լավ երեխա է, նույնիսկ դիմում են մեզանից եւ վերցնում են։ Ավելին ասեմ, մենք գործատուները քոլեջն ավարտածների քանի տոկոսն այսօր աշխատանք գտնում։ Օրինակ քոլեջը դեռևս չավարտածների վերջի կուրսում, ասենք եթե մեր մոտ մի 200 հոգի ավարտում են, վերջի կուրսում արդեն մոտ 70 հոգի աշխատանքը գտած են լինում։ Դա բավականին թիվ է, դա մոտավորապես 30% արդեն չավարտած աշխատանքն է գտում։ Մենք էլ պրակտիկա ունենք, հրավիրում ենք նաև գործատուներին, հրավիրում ենք մեր պետական ավարտական քննություններին, որպեսզի նրանք այնտեղ էլ կարողանան ջոկել, տեսնել այդ երեխեքին։ Իհարկե, լավ կադրերը տաշածքարի պատմությունն է։ Բարի։ Որ փուլում ենք մենք գտնվում։ Ես ասեմ, կայացել է սոցիալական գործընկերության այդ սկզբունքի կիրառումը, այսինքն հնարավորություն է տրվել, որպեսզի հանդիպել են պետությունը, մասնավորները եւ իրանց հնարավորություն է տրվել, դա շատ կարեւոր փուլ էր։ Կա խնդիր, շատ կարեւոր խնդիր է դա ֆինանսների հետ կապված։ Այդ առումով նորից աշխատանքներ է տարվում, մենք հիմա ուզում ենք հիմնադրել հիմնադրամ կրթության հետ կապված, որտեղ գործարարները կարող են ներդրում ունենալ, ներդրում անել ֆինանսական եւ այդ գումարները կգնան հենց նախնական եւ միջին մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, էլի սա շատ կարեւոր փուլ է հանդիսանում։ Այսօր այդ հնարավորությունը տրված է, միակ խնդիրն է դա, որպեսզի գործարարները ավելի շատ գան մասնակցեն։ Հա, բայց գիտեք, ճգնաժամը ու իսկապես իրանք շատ զբաղվում, շատ ազդում, որովհետեւ գործարարը ինքը պետքա փորձի խնայ իր ռեսուրսները։ Բայց մյուս կողմից եթե ճգնաժամը բուհ գնացողների թիվը պիտի քչանա։ Գիտեք ինչ, շատ նորից նույն թեմային անդրադառնանք, ծնողը կամ հենց անձը, որ զուտ աշխատում է ինչ-որ միտեղ, զուտ ունենալու համար այդ դիպլոմը նա իզուր տեղ է, այսինքն այդ գումարները փոշիացնում է տալով։ Այդ առումով